Վահագն Ալեքսանյան վարման կարգով եւ պարոն Ալեքսանյան, այս հարցը թույլ եմ տալիս հնչեցնել, որովհետեւ ձեր անունը հնչեցրել է պատգամավորը, համեցեք։ Շնորհակալություն, պարոն Խաչատրյան։ Ախր այս խելքին եք, որ այս օրինակ էլի, լուրջ եմ ասում։ Այս խելքին եք, որ հեսա անցողիկ շեմը չեք հաղթարելու, այ դրա համար է չեք հաղթար։ Հեսա ես ենթադրում եմ շուտով կտենաք ծեսխի էին նկարում, բայց վերադառնալով նախորդ հարցին։ Տիկին Էլինար Վարդանյանի չեք ընտրելու Ռոբերտ Քոչարյանին, վատն է հա Ռոբերտ Քոչարյան, որ պատրաստվում եք չընտրել նրան։ Թե հեքիաթ եք պատմում քաղաքացիներին։ Այդտենց խառնվել, բաժանվել բան եք արել, հեքիաթ եք պատմում, վատն է Ռոբերտ Քոչարյանը։ Պարոն Ալեքսանյան, խնդրում եմ դադարեցնել, շնորհակալություն։ Ռուբեն Ռուբինյան վարման կարգ։ Պարոն Խաչատրյան, իրականում այդ SMS-ի հարցով մենք ենք հետաքրքրված։ Մենք ուզում ենք հասկանանք, ի վերջո, տիկին Էլինար Վարդանյանին, ով է SMS գրում, Ռոբերտ Քոչարյանը, թե Գագիկ Ծառուկյանը։ Ասեմ ավելին, հաշվի առնելով այն փաստը, որ Գագիկ Ծառուկյանի ցուցակի երկրորդ համարը նույնպես ձեր խմբակցության պատգամավոր էր, մեզ հետաքրքիր է, երկրորդ համարին ով է SMS գրում, կամ նույն Գագիկ Ծառուկյանին ով է SMS գրում, Քոչարյանը թե ուրիշը, թե օրինակ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Դա է մեզ հետաքրքիր։ Կամ ասենք բան, այն ռուսաստանցի օլիգարխի ցուցակի երկրորդ համարն էր, ձեր խմբակցության պատգամավորներ, ով է իրանց SMS գրում, Քոչարյանը, Կալուգա քաղաքի հարկայինի պետի տեղակալը, այդ ենք ուզում հասկանանք ընդամենը։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, առաջարկում եմ բանավեճը քաղաքական շարունակել ելույթների տեսքով, որպեսզի մենք հասցնենք ավարտել քվեարկությունները։